Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, ուրվա իրադարձությունները նախամարոտ։ Որոշ լրատվամիջոցներ հղում անելով Տեր-Պսակ Մկրտչի գրարմանը հայտնել էին, թե առավոտից ռազմական ոստիկանության մեքենա է հերթապահում Երևանի Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ, ՊՆ մամուլի քարտուղարը արձագանքել է գրարմանը։ Ստրասբուրգում ընթանում է Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը։ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է վեհաժողովի փոխնախագահ։ Սարսափազդու բացահայտումներ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է Ջեֆրի Էփշտեյնի գործի վերջին փաստաթղթերի փաթեթը, որն ընդգրկում է միլիոնավոր էջեր, հազարավոր տեսանյութեր եւ նախկինում չհրապարակված վկայություններ։ Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման, ապա համաներվել։ Վեհապարի եղբոր Գևորգ Տեր-Սիսյանի կալանքն էլ եւս 2 ամսով երկարաձգվել է։ Անցնող շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի վարժական հրապարակում անցկացվել են համատեղ ցուցադրական վարժանքներ, գործնականում խաղարկելով արտակարգ իրավիճակների տարբեր սցենարներ։ Նպատակն է կանխարգելել արտակարգ իրավիճակները եւ նվազեցնել դրանց հետևանքները։ Որոշ լրատվամիջոցներ հղում անելով Տեր-Պսակ Մկրտչի գրարմանը հայտնել էին, թե առավոտից ռազմական ոստիկանության մեքենա է հերթապահում Երևանի Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ։ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն արձագանքելով ԿԱՆԱ-ի գրարմանը հայտնել է, որ ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Երևանի նշված վարչական շրջանում մի քանի զորամաս կա, բնականոն ծառայություն է, ասել է Թորոսյանը։ Նշենք, որ Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին պատկանում է զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում տեղի ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2025 թվականին իրականացված աշխատանքների արդյունքները։ Խորհրդակցության ընթացքում զեկույցներով ներկայացվել են 25 թվականին ռազմական ոստիկանության կատարած աշխատանքները, մասնավորապես զորամասերում եւ բանակային դիրքերում իրականացված օպերատիվ կանխարգելիչ միջոցառումները, նաեւ տրված հանձնարարականների կատարողականները։ Խորհրդակցության ավարտին ռազմական ոստիկանության պետ գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը տվել է հանձնարարականներ զինված ուժերում կարգապահության ամրապնդման, ռազմական ոստիկանություն զորամաս գործակցության խորացման եւ փոխվստահության մթնոլորտի բարձրացման վերաբերյալ։ Ստրասբուրգում ընթանում է Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը։ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է վեհաժողովի փոխնախագահ։ Տարին Հայաստանի համար հոբելյանական է, դրանում է ԵԽԽՎ-ին Հայաստանի անդամակցության 25-ամյակը։ Հունվարի 26-ին Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որին մասնակցեցին ազգային ժողովի падգամավորները կառույցում մեր երկրի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ։ Հունվարյան նստաշրջանում Հայաստանին անցած քվոտայով Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ։ Տասնամյակների պատմություն ունեցող կառույցում տարին մեզ համար հոբելյանական է, այս տարի լրանում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին Հայաստանի անդամակցության 25-ամյակը։ Այդ շրջանակում հատուկ հյուրի կարգավիճակում վեհաժողովականներին ելույթով դիմեց մեր երկրի արտաքին գործերի նախարարը։ Հայաստանի անդամակցությունից ի վեր Եվրոպայի խորհուրդը նշանակալի դեր է խաղացել ժողովրդավարական արժեքների նկատմամբ հույսի ստնուցման գործում, շեշտել է Արարատ Միրզոյանը։ Եվրոպական այս բարձր ամբիոնից արտաքին գործերի նախարարը փոխանցեց մեր երկրի ձգտումներն ու փաստեց, որ Հայաստանը կատարել է հստակ եւ գիտակցված ընտրություն հօգուտ խաղաղության։ Եվրոպական քաղաքական հարթակում աշխարհում ընթացող գործընթացներն էին, օրակարգից անմասն չէին Հայաստանում ընթացող զարգացումները։ Այս համատեքստում ձմեռային նստաշրջանում ընդունվեց վեհաժողովի մոնիթորինգի ընթացակարգի առաջընթացը վերտառությամբ բանաձև։ Փաստաթղթում մեր երկրին վերաբերող հատվածում կառույցը մտահոգություն է հայտնում եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ։ Ադրբեջանին վերաբերող հատվածում էլ ի թիվս այլ ուղղությունների կոչ է արվում ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին։ Խոսելով խաղաղության օրակարգից Միրզոյանն ընդգծեց, որ Ադրբեջանում դեռևս պահվող հայ գերիների ազատ արձակումն, ինչպես նաև անհետ կորածների ճակատագրի պարզաբանման ուղղությամբ համագործակցությունն անկասկած կդառնան հաշտեցման գործընթացին ուղղված էական ներդրում։ Ձմեռային նստաշրջանում վեհաժողովականները Փեթրա Բայերին ընտրեցին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ։ Տիկին Բայերը Ավստրիայից է։ Լիագումարում քննարկվեցին եւ քվեարկվեցին մի շարք արդիական խնդիրներին առնչվող զեկույցներ։
Կառույցը 98 կողմ 14 դեմ ձայներով ընդունեց նաև մեր երկիրը ներկայացնող պատգամավոր Սոնա Ղազարյանի զեկույցը ժողովրդավարությունների ամրապնդումը երիտասարդների միջոցով մասնակցությունից մինչև համատեղ պատասխանատվություն։ Այս վերնագիրն է կրում փաստաթուղթը։ Հեղինակման մեկնարկը տրվել է մի քանի տարի առաջ, երբ որ հանձնաժողովում քննարկման արդյունքում ծնվեց նման զեկույց ունենալու անհրաժեշտությունը, եւ ես հայտ ներկայացրեցի այն հեղինակելու Փարիզում մի քանի անգամ լսումներ եմ կազմակերպել եվրոպական ՀԿ-ների մասնակցությամբ եւ ԵԽ-ի կառույցների մասնակցությամբ եւ քարտուղարության աջակցությամբ գրվել է այս զեկույցը, որի թիրախն էր երիտասարդությունների ակտիվ քաղաքական մասնակցության խթանը։ Այսինքն երիտասարդներին ոչ թե ներգրավել արդեն իսկ գրված ռազմավարությունների շուրջ դիրքորոշում հայտնելու համար վերջնական փուլում, այլ դրանք գրելու ընթացքում։ Նշենք, որ Սոնա Ղազարյանը Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովում ընտրվեց երիտասարդության եւ ապագայի հասարակության ենթահանձնաժողովի նախագահ եւ ԱԼԴԵ քաղաքական ուժի փոխնախագահ։ Մեծ պատասխանատվություն է ինձ համար եւ նաեւ հնարավորություն Հայաստանի Հանրապետության վերաբերյալ հարցերը նաեւ քննարկելի դարձնել քաղաքական խմբում, քաղաքական խմբի բյուրոյում եւ այսպիսով նպաստել հայանպաստ միջավայրի ձևավորմանը նաեւ ներ խմբային քննարկումներում, թերևս պետք է բայց նաեւ նշեմ, որ ԱԼԴԵ քաղաքական խումբը Հայաստանի վերաբերյալ բոլոր բանաձևերի քննարկման ընթացքում ընդգծված դրական վերաբերմունք ուներ եւ ունի։ Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովի կանոնակարգի էթիկայի եւ անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահի պաշտոնում էլ ընտրվեց ազգային ժողովի պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը։ Հանձնաժողովը պատասխանատու է վեհաժողովի կանոնակարգի լրամշակման, փոփոխման, լավարկման, падգամավորների էթիկական վարքագծին գնահատական տալու եւ падգամավորական անձեռնմխելիության հարցերի քննության համար։ ԵԽԽՎ մարդու իրավունքների ենթահանձնաժողովի փոխնախագահի պաշտոնն էլ ստանձնեց Արուսյակ Ջուլհակյանը։ Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը ընդունել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի ներկայացուցիչներին։ Ադրբեջանի արտգործնախարարությունը հաղորդում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ներկա իրավիճակը, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների նշանակությունը, Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Նշվում է, որ հանդիպան ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել կոնգրեսում Ադրբեջանի հետ կապված նախաձեռնությունների վերաբերյալ եւ ընդգծվել ազատության աջակցության ակտի Ադրբեջանի հետ կապված 907-րդ ուղումը չեղյալ համարելու կարևորությունը։ Միացյալ Նահանգների կողմից Իրանին հնարավոր հարվածի շուրջ անորոշությունն էլ մտահոգություն է առաջացնում Ադրբեջանում, հայտարարել է Ալիևի օգնական Հաջիևը։ Իրավիճակը անկանխատեսելի է եւ այդ կապակցությամբ դժվար կլինի ճիշտ գնահատել բոլոր հնարավոր սպառնալիքներն ու մարտահրավերները, որոնք կարող են առաջանալ, ասել է նա։ Հաջիևը նաեւ նշել է, որ Ադրբեջանն իր մտահոգությունները Վաշինգտոնի հետ չի քննարկել, նրա խոսքով վերջին օրերին Ադրբեջանի պաշտոնյաները բանակցություններ են վարել իրանցի գործընկերների հետ։ Հաջիևը հավելել է, որ էներգետիկ ռեսուրսներով հարուստ Ադրբեջանը իրեն սեղմված է զգում երկու պատերազմների միջև։ Մի կողմից շարունակվում է ռուս-ուկրաինական պատերազմը, մյուս կողմից Իսրայելի եւ Իրանի միջև դիմակայությունը, նաեւ Միացյալ Նահանգների մասնակցությունը այդ հակամարտությանը։ Իրանի արտգործնախարարն էլ արձագանքել է Միացյալ Նահանգներից հնչող նախազգուշացումներին, հայտարարել չեն պատրաստվում բանակցությունների առարկա դարձնել Իսլամական Հանրապետության պաշտպանական եւ հրթիռային կարողությունների հարցը, առավել եւս փոխզիջումների գնալ։ Աբբաս Արաղչին հավելել է, որ Թեհրանի եւ Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև հանդիպման ծրագրեր դեռևս չկան։ Բազմիցս ասել ենք, պատրաստ ենք բանակցությունների, բայց պատրաստ ենք նաեւ պատերազմի, շեշտել է իրանցի դիվանագետը։ Թեհրանից նախազգուշացրել են, որ Իսլամական Հանրապետության վրա հարձակման դեպքում թիրախում կհայտնվի նաեւ Իսրայելը։ Նշենք, որ New York Times-ի տեղեկություններով Թրամփի առաջ դրված է Իրանին հարվածելու 3 տարբերակ՝ հարված հասցնել Իրանի միջուկային ենթակառուցվածքներին եւ ոչնչացնել դրանք, տիրախային հարվածներ հասցնել Իրանի ղեկավարությանը, ամերիկյան զորքեր տեղակայել Իրանի տարածքում։ Իդեպ Իրանի սահմանի մոտ ամերիկյան հետախուզական ինքնաթիռ է նկատվել։ ԱՄՆ ռազմածովային ուժերի հականավային հետախուզական Boeing ինքնաթիռը թռիչք է իրականացրել Իրանի տարածքային ջրերի երկայնքով Պարսից եւ Օմանի ծոցերի ջրերի վրայով։ Flight Strider 24 ծառայության տվյալներով ինքնաթիռը օրդ է բարձրացել Բահրեյնից։ Միջազգային նորությունները տեսաշարով։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ գիշերվանից սկսած Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հարվածներ չեն արձանագրվել, եւ Կիևը հայելային սկզբունքով զերծ է մնացել ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների թիրախավորումից։ Նրա խոսքով Աբու Դաբիում անցկացվող բանակցությունների ընթացքում քննարկվել է էներգետիկ ոլորտի վրա հարվածները դադարեցնելու հարցը։ Զելենսկին ընդգծել է, որ էներգիան կյանքի հիմքն է, հատկապես ձմեռային ցրտի պայմաններում։ Նա շնորհակալություն է հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին Կիևի եւ մյուս քաղաքների պաշտպանության ուղղությամբ գործադրած ջանքերի համար։ Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ անձամբ է խնդրել Վլադիմիր Պուտինին մեկ շաբաթով դադարեցնել հարվածները Ուկրաինայի վրա։ Միևնույն ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև շուտով խաղաղություն կլինի։ Մենք շատ մոտ ենք համաձայնության, նշել է նա, ընդգծելով, որ բանակցությունները կարող են հաջողությամբ շարունակվել նաեւ առանց Սթիվ Ուիթքոֆի եւ Ջարեդ Քուշների մասնակցության։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը դադարեցրել է գերիների փոխանակման գործընթացը։ Նրա խոսքով Մոսկվան բավարար հետաքրքրված չէ փոխանակումներով, համարելով, որ դրանք առավել կարևոր են Ուկրաինայի համար։ Զելենսկին նշել է, որ ռուսական կողմը գործընթացը չի դիտարկում որպես շահավետ իր համար։ Վերջին գերիների փոխանակումը Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև տեղի է ունեցել 2025 թվականի աշնանը։ Ռուսաստանում կանադական վիզայի դիմումների կենտրոնները հունվարի 28-ից դադարեցրել են վիզայի դիմումների ընդունումը։ Նշվում է, որ վիզայի կենտրոնները շարունակում են աշխատել, սակայն այլևս չեն ընդունում անձնագրեր եւ վիզայի դիմումների համար նախատեսված փաստաթղթեր, սակայն որոշման պատճառների մասին չի հաղորդվում։ Միևնույն ժամանակ Կանադայի կառավարությունը խորհուրդ է տալիս Ռուսաստանի քաղաքացիներին մուտքի թույլտվությունների համար դիմել Ռուսաստանի սահմաններից դուրս գործող վիզաների կենտրոն։ Հունաստանի իշխանությունը տարածաշրջանում աճող լարվածության ֆոնին նավատորմերին զգուշացրել է Իրանի ափերին մոտ նավարկելու ռիսկերի աճի մասին։ Այս մասին հաղորդում է Բլումբերգը։ Նշվում է, որ Հունաստանի նավագնացության նախարարությունը հանձնարարականներ է ուղարկել ոլորտի կազմակերպություններին, խորհուրդ տալով Հորմուզի նեղուցով երթևեկել Միացյալ Արաբական Էմիրությունների եւ Օմանի տարածքային ջրերին առավել մոտ։ Նախարարության գնահատմամբ Իրանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները կարող են հանգեցնել իրավիճակի սրման Հորմուզի նեղուցում, Պարսից ծոցում եւ Կարմիր ծովի հարավային հատվածում։ Ավելի վաղ Թեհրանը հայտարարել է, որ Իսլամական հեղափոխական պահապանների կորպուսը փետրվարի 1-ին եւ 2-ին Հորմուզի նեղուցում մարտական կրակոցներով զորավարժություններ կանցկացնի։ Իրանը պատրաստ է վերսկսել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ, սակայն ընդգծում է, երկխոսությունը պետք է լինի փոխադարձ հարգանքի վրա հիմնված։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Արաղչին ընդգծել է, որ Թեհրանը չի ընդունում որևէ պարտադրող կամ թելադրող քաղաքականություն եւ պատրաստ է մասնակցել բովանդակային, բանական եւ արդարացի դիվանագիտական գործընթացների։ Նա նաեւ նշել է, որ երկրի իշխանությունները պատրաստ են վստահության վերականգնման եւ երկխոսության հիմնված փոխադարձ հարգանքի վրա։ Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը հրապարակել Ջեֆրի Էփշտեյնի գործի վերջին փաստաթղթերի փաթեթը, որն ընդգրկում է միլիոնավոր էջեր, հազարավոր տեսանյութեր եւ նախկինում չհրապարակված վկայություններ։ Փաստաթղթերը ոչ միայն պարզաբանում են Էփշտեյնի կողմից անչափահասների շահագործման մանրամասները, այլև բացահայտում են նրա շրջապատի ազդեցիկ դեմքերի ու հանրահայտ անձանց գաղտնի կապերը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը հրապարակել է Ջեֆրի Էփշտեյնի գործի փաստաթղթերի վերջին փաթեթը, որն ընդգրկում է ավելի քան 3.5 միլիոն էջ եւ ավելի քան 2000 տեսանյութ, նախկինում չհրապարակված բազմաթիվ հաղորդագրություններ եւ վկայություններ։ Փոխգլխավոր դատախազ Թոդ Բլանշը մամուլի ասուլիսում նշել է, որ փաստաթղթերի ամբողջ արխիվը կազմում է մոտ 6 միլիոն էջ, սակայն դրանցից միայն մի մասն է վերաբերում Էփշտեյնին։ Ըստ նրա, գործի վերանայման աշխատանքներն ավարտվել են եւ հրապարակվել են փաստաթղթի բոլոր հնարավոր հատվածները։ Փաստաթղթերում առկա է նաեւ հետաքննությունների դաշնային բյուրոյի 1994 թվականի ձևաթուղթը, որտեղ ներառված է նաեւ մի կնոջ բողոք, որն Ամերիկայի Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրում է 13 տարեկան հասակում իրեն բռնաբարելու համար։ CNN-ը հայտնում է, որ այդ անձը նախկինում ներկայացրել էր անանուն դատական հայցեր Թրամփի դեմ, սակայն դրանք հետ էր վերցրել 2016 թվականի նախագահական ընտրություններից առաջ։ Հետաքննությունների դաշնային բյուրոյի փաստաթղթերում նաեւ նշված է, որ Էփշտեյնը իբր բարկացել է, որ Թրամփը խլել է անանուն կնոջ կուսությունը եւ փորձել միջամտել իր շահերին, նույնիսկ բռնաբարել նրան։ Նոր հրապարակված փաստաթղթերում նշվում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայիս նախագահը կազմակերպել է երեկույթներ, Mar-a-Lago առանձնահատակ
առանձնատանը, անվանելով դրան կենսադրական օրացույցային աղջիկներ, որոնց համար Էփշտեյնը բերել է անչափահասների, ապա Թրամփը աճուրդի միջոցով երեխաներին վաճառել է հյուրերին։ Սեռական եւ ֆիզիկական բռնության զոհերին էլ հետագայում թաղել են հենց Թրամփի գոլֆ դաշտերում, իսկ ականատեսներին սպառնացել են լուրջ պատժամիջոցներ։ Ըստ փաստաթղթերի այդ ամենին մասնակցել են նաեւ Իլոն Մասկը, Դոնալդ Թրամփ կրտսերը, Իվանկա եւ Էրիկ Թրամփները, փաստաբաններ Ալան Դերշովիցը եւ Բոբ Շապիրոն, նաեւ այլ ազդեցիկ անձինք։ Մի փաստաթղթում էլ նշվում է, որ տուժածը պնդել է, թե Թրամփը ներկա է եղել, երբ նրա զարմիկը սպանել է նորածին երեխային։ Ըստ Տելեգրաֆի Բիլ Գեյթսը կարող էր վարակվել սեռավարակով Էփշտեյնի երեկույթներից մեկի ընթացքում։ Ֆայլը, որը պարունակում էր տուժածների վկայություններ, մոտ 1.5 ժամ հրապարակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության կայքում, այնուհետև հեռացվել։ Փաստաթղթերը, որոնք արդեն հասանելի են հանրությանն, առաջացնում են նաև լուրջ հարցեր նախագահին եւ Էփշտեյնի շուրջ գոյություն ունեցող ազդեցիկ շրջանակներին առեղծվածների մասին։ Նոր փաստաթղթերում հայտնաբերվել են նախկինում չհրապարակված հաղորդագրություններ, որոնցում կան նաև հասարակությանը հայտնի անուններ։ Օրինակ 2013 թվականի էլեկտրոնային նամակներում հայտնաբերվել են տեղորոշող բովանդակությամբ փաստաթղթեր, որոնց համաձայն Իլոն Մասկը եւ Էփշտեյնը հանդիպել են Կարիբյան կղզիներից մեկում։ Չնայած այս բացահայտումներից առաջ Իլոն Մասկը հայտարարել էր, որ մերժել է Էփշտեյնի հրավերները, սակայն նոր բացահայտված հաղորդագրությունները փաստում են հակառակը, հաստատելով ճանապարհորդական պլանների քննարկումը։ Հրապարակումներում հիշատակվում է նաև, որ հայտնաբերվել է փաստաթուղթ, ըստ որի Բիլ Գեյթսը եւս կապեր է ունեցել Էփշտեյնի հետ ֆինանսական եւ գործնական հարաբերությունների ոլորտում։ Ըստ հրապարակման նրա դեմ որևէ մեղադրանք չկա, սակայն մատնանշվում է Գեյթսի առնչությունը Էփշտեյնի շրջապատի հետ եւ խոսվում ուղևորությունների կամ հանդիպումների մասին։ Նման հաղորդակցություններ կան նաև Քեթի Ռումլերի, Goldman Sachs ընկերության գլխավոր իրավաբան եւ նախկին նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի իրավաբանական խորհրդատուի հետ։ 2015 թվականի դեկտեմբերին էլեկտրոնային նամակներում Ռումլերը Էփշտեյնին անվանում է հրաշալի Ջեֆրի եւ նշում, որ պաշտում է նրան, մինչեւ ֆինանսիստը կազմակերպում է նրա ուղևորությունը Եվրոպա։ Էփշտեյնի գործի վերաբերյալ նախկինում հրապարակված նյութերն արդեն բացահայտել են կապեր մի քանի հայտնի անձանց հետ, այդ թվում Մեծ Բրիտանիայի արքայազն Էնդրյուի, որը զրկվել է իր թագավորական տիտղոսից։ Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության տվյալներով գործի նյութերում նույնականացվել է ավելի քան 1200 զոհ։ Էփշտեյնն ինքնասպան է եղել 2019 թվականին Մանհեթենի բանտում, որտեղ սպասում էր դատավարությանը։ The Guardian թերթը հաղորդում է, թե փաստաթղթերից պարզ է դարձել, որ 2002-2005 թվականներին Էփշտեյնի անչափահասների շահագործումը ոչ միայն եզակի դեպքեր էին, այլև համակարգված գործընթաց։ Վկայություններում մանրամասներ կան այն մասին, թե ինչպես է նա եւ իր հետ գործակցող մարդիկ, այդ թվում Գիսլեյ Մաքսվելը հավաքագրում աղջիկներին, վճարվող մերսուհիներ աշխատելու պատրվակով։ Իրականում դա ծառայել է շահագործման ցանցի ձևավորման համար։ Փաստաթղթերում նշվում է, որ վարձված աղջիկների թվում եղել են 14 տարեկան եւ բարձր տարիքի անձինք։ Զոհերից ոմանք հենց իրենք էին համակարգում նոր աղջիկների ներգրավումը։ Փաստաթղթերը նաեւ վկայում են, որ Մաքսվելը համալսարանական տարածքներում մոտեցել է ուսանողուհիներին, աշխատանք խոստանալով նրանց ներգրավել Էփշտեյնի շահագործման ցանցում։ Փաստաթղթերի հրապարակումը հնարավոր է դարձել Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի ընդունած թափանցիկության մասին օրենքի շնորհիվ, որը նախատեսում է 100 հազարավոր էջերի փուլային հրապարակում։ Վերջին հրապարակումները սակայն առաջացրել են հանրային բանավեճ, որը պայմանավորված էր հիմնականում զոհերի մասին տվյալների գաղտնիության, քաղաքական ազդեցության եւ նախկինում չհրապարակված տեղեկությունների հետ։ Արդարադատության նախարարության պնդմամբ փաստաթղթերի վերանայումը տևել է ամիսներ հարյուրավոր իրավաբանների մասնակցությամբ եւ որևէ արտաքին ազդեցություն չի եղել, ներառյալ Սպիտակ տան կողմից։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Թողարկման այս հատվածում շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները քննարկել ենք քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ Բարի եկեք պարոն Ղևոնդյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ։ Միասին փորձել ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները եւ այս շաբաթը կրկին կարծես բավականին բուրըն զարգացումներով հագեցած էր եւ սկսենք մեր հարևան Իրանից, որտեղ բավականին սուր հայտարարություններ են հնչում Միացյալ Նահանգներ Իրան առճակատումից։ Ինչ է տեղի ունենում, ինչ է կատարվում։ Միացյալ Նահանգների նախագահը թիվ 1 գերտերության ղեկավարը արդեն ասում է, որ իրենց նավատորմն է շարժվում այնտեղ ավելի հզոր, քան Վենեսուելայում եւ Իրանից էլ հնչում են, որ մենք պատրաստ ենք դիմակայել, մեր զինվորները 12-օրյա պատերազմից հետո բավականին հմուտ են դարձել եւ որևէ մեկը չփորձի Իրանի հետ սպառնալիքներով խոսել։ Ինչ ունենք այս պահին։
Ուղիղ առճակատման եւ ընդհանուր իրավիճակի վերաբերյալ իհարկե տեղեկությունները քիչ են եւ այդպես շատ մեծ հավանականությամբ ենթադրել թե ինչ է կատարվում այնքան էլ հնարավոր չէ, սակայն հաշվի առնելով բոլոր այն կողմնակի գործընթացները, բոլոր այն կողմնակի հայտարարությունները, տեղեկությունները, որոնք մենք ստանում ենք, կարելի է որոշակի պատկերացումներ կազմել, թե ինչ է տեղի ունենում։ Ըստ ամենայնի Իրանում փոփոխության վերաբերյալ արդեն որոշում է կայացվել, որոշում կայացվել է, ենթադրում եմ, որ Միացյալ Նահանգների եւ իր գործընկերների, դաշնակիցների փոխհարաբերությունների արդյունքում, ինչքան էլ որ այսօր Միացյալ Նահանգների եւ եվրոպական երկրների միջև հարաբերությունները նախկինի պես ամբողջական չեն, ամբողջապես սահուն չեն, այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ եվրոպական երկրները կարծես թե ընդհանուր առմամբ աջակցում են Միացյալ Նահանգների այս օրակարգին եւ հավանաբար նրանք եւս համաձայն են, որ Իրանում այնուամենայնիվ պետք է ռեժիմը փոխվի։ Թե դա ինչպես տեղի կունենա, իհարկե շատ մեծ հարց է եւ արդյոք տեղի կունենա թե չի տեղի ունենա, որովհետեւ մեկ բան է որոշելը, մեկ այլ բան է դա իրականություն դարձնել, բայց տեսեք Իրանի շուրջ ծավալվում են այնպիսի իրադարձություններ, թե ֆիզիկապես մենք տեսնում ենք, որ Իրանի ափերին կարծես թե տեղավորվում են ամերիկյան հատուկ ծառայությունների ներկայացուցիչները կամ բացվում են, որովհետև վաղուց էին նրանք այնտեղ բացվում են, փորձում են ավելի մեծ սպառնալիք ձևավորել Իրանի նկատմամբ եւ նաեւ Իրանի միջազգային դերակատարումն է անընդհատ Փոքրանում, ես նշեմ, որ ընդամենը 1-2 օր առաջ Գերմանիայի կանցլեր Մերցը հայտարարեց, որ վերջ արդեն որոշված է Իրանում այլևս չի լինելու այաթոլաների իշխանություն։ Այս ամենը խոսում է մեկ բանի մասին, որ ամենայն հավանականությամբ, ինչպես ես ասացի, որոշումը կայացված է եւ Իրանում պետք է ռեժիմը փոխվի։ Բայց դա տեղի կունենա թե չի ունենա կամ ինչպես տեղի կունենա, այստեղ բազմաթիվ հանգամանքներ կան, որոնք հավանաբար խորությամբ ուսումնասիրելու համար անհրաժեշտ է լինել իրանագետ, ես իրանագետ չեմ։ Այդուհանդերձ, եթե չգնա փոփոխության այաթոլլայի ռեժիմը եւ նա, ինչպես նշում են, Արաքչին օրինակ այսօր էլ երեկել ամեն օր էլ կարծես հայտարարում է, որ չփորձեք սպառնալիքներով խոսել։ Մենք ունենք համապատասխան ուժ, համապատասխան ռեսուրս եւ մարդկային եւ սպառազինություն եւ այլն եւ այլն։ Եվ գնան էսկալացիայի։ Ինչ կստացվի արդյունքում եւ մենք ինչպես պետք է դիրքավորվենք, քանի որ մեզ շատ մոտ է Իրանը։ Եկեք հիշենք նման հայտարարություններ անող նախկին լիդերների, Սադամ Հուսեյն, Քադաֆի, Ասադ եւ այլն, ովքեր նմանատիպ այդպես խրոխտ խիզախ հայտարարություններ են արել, բայց եթե որոշումը կայացվել է, ամեն ինչ տեղի է ունեցել այնպես, ինչպես մենք գիտենք։ Ես հստակ չեմ կարող ասել, որ Իրանում եւս փոփոխություն կլինի, բայց Հայաստանի Հանրապետությունը պետք է շատ ուշադիր լինի, դա շատ զգայուն հարց է Հայաստանի համար, անկախ դրանից այաթոլլաների իշխանությունը կշարունակի իշխել, կշարունակի լինել Իրանում, կշարունակեն հոգևոր իշխանությունները որոշում կայացնել թե ոչ, Հայաստանի համար Իրանը ռազմավարական գործընկեր է եւ այլ կերպ լինել չի կարող։ Հայաստանը պարտավորված է Իրանի հետ հարաբերություններ զարգացնել, Հայաստանը պարտավորված է լինել Իրանի գործընկերը մեր տարածաշրջանում եւ պարտավորված է որոշակի առումով այս գայուն հարցին նրբանկատ դիրքորոշում ունենալ։ Ես ողջունում եմ օրինակ այս պահին Հայաստանի Հանրապետության իշխանությունների չեզոք դիրքորոշումը, ովքեր որևէ կարծիք չեն հայտնում գործընթացների նկատմամբ, այդպես էլ պետք է լինի, որովհետեւ թե այս իշխանությունների, թե հնարավոր փոխված իշխանությունների հետ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ասացի, պիտի ռազմավարական գործընկերության տրամաբանության մեջ հարաբերություններ ունենա։ Այնպես որ այսօր կարծում եմ մեզ համար ամենակարևորը չեզոք լինելն է եւ սպասելն է իրադարձությունների զարգացման։ Տեսեք, այս նույն զուգահեռ իրականության մեջ այս հնչող հայտարարությունների ֆոնին Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարներ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման եւ Ռուսաստանը կարծես անթաքույց իր աջակցությունն է հայտնում Իրանին։ Այս դեպքում Ռուսաստանը կգնա այդ գործողության աջակցելով, թե Տրամպի հետ հարաբերությունները չխաթարելու համար ձեռնպահ կմնա։ Ինչ է կատարվում այդ դաշտում։ Նախ նշեմ, որ Ռուսաստանը այս պահին այն տերությունը չէ, որ կարողանա մեկ ուրիշին էլ աջակցել, մեկը լինի Ռուսաստանին աջակցի այսօր։ Մյուս կողմից Իրանը պետություն է, որը Միացյալ Նահանգներ, Չինաստան այդ գլոբալ մրցակցության տրամաբանության մեջ ավելի շատ Չինաստանի կողմից է եւ Ռուսաստանը եւս է պետություն է, որը Չինաստանի դաշտում է գործում, ինչը նշանակում է, որ Չինաստանի դաշտում գործող երկու պետություններ մեկը մյուսին որոշակի չափով պետք է աջակցեն։ Բայց այստեղ հնարավորությունների հարց կա, ինչպես ասացի, Ռուսաստանը այսօր հնարավորություն չունի Իրանին լուրջ աջակցություն ցույց տալու, մյուս կողմից Ռուսաստանը հնարավորություն չունի ազդելու Միացյալ Նահանգների եւ Թրամփի որոշումների վրա եւ հաշվի առնելով, որ Թրամփը այնուամենայնիվ մի փոքր փորձում է Ռուսաստանին սիրաշահել ներողություն, Ռուսաստանի կողմից նման հակատրամպյան, այսպես ասենք, լեքսիկոնը, եթե նրանք նման հայտարարություններ կան, նման մի բան լինի, կարող է խաթարել այդ Թրամփի վերաբերմունք Ռուսաստանի նկատմամբ, ինչին
ինչից Մոսկվայում ակնհայտորեն վախենում են, հաշվի առնելով այն, որ կարծես թե Թրամփը մի փոքր ավելի մեծ ազատություն է թույլ տվել Ռուսաստանին Ուկրաինայում, քան հնարավոր է լիներ, եթե դեմոկրատները իշխանություն ունենային եւ Ռուսաստանը փորձում է օգտվել այդ ազատությունից։ Նրանք չեն ցանկանա, ինչպես դուք նշեցիք, այո, նրանք չեն ցանկանա զայրույթ հարուցել Թրամփի նկատմամբ, ինչ որ Իրանի պատճառով, որը նույնիսկ եթե իրենք ինչ որ փաստաթուղթ ունեն ստորագրած, մենք գիտենք, որ Ռուսաստանի ստորագրած փաստաթղթերը ոչինչ չարժեն իրականում։ Շատ լավ, կարևոր նաև հայտարարություն հնչեց վերջերս, որ Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսն է գալիս Հայաստան փետրվարին եւ ինչպես պետք է դիրքավորվենք, որպեսզի կարողանանք առավելագույնը, բարեդրացիական հարաբերություններից զատ կարողանանք նաև գերիների հարցը լուծել, ինչու որտեղ անմիջապես Ադրբեջան է գնալու։ Այս մասով կցանկանայի ձեր մեկնաբանությունը ու վերլուծությունը, ինչու՞ չէ նաև ինչ որ խորհուրդ մեսիջ իշխանությանը տալ, ինչպես վարվել, ինչպես հարաբերվել, որպեսզի Հայաստանը մաքսիմալ շահույթով դուրս գա։ Գերիների հարցը լուծելը շատ կարևոր եւ առանցքային խնդիր է, որը կարելի է փորձել օգտագործելով Վենսի այցելությունը առաջ մղել, բայց մենք ունենք այլ կարևոր եւ առանցքային խնդիրներ եւս, եւ ես կցանկանայի ուշադրությունը այդ ուղղությամբ եւս կենտրոնացնել։ Այո, գերիների հարցում գուցե Վենսին մենք կարողանանք Ադրբեջան գնալուց առաջ որոշակի տեղեկատվություն տրամադրել եւ նա Բաքու գնալուց հետո ինչ որ առաջընթաց լինի այս հարցում։ Ես հույս ունեմ, որ օրինակ այն 8 գերիներ, եթե չեմ սխալվում, 8-ն են մնացել, ովքեր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից չեն, Վենսի գնալուց հետո կկարողանան վերադառնալ, իսկ մյուս ռազմաքաղաքական ղեկավարության հարցում էլ ինչ-որ առաջընթաց գոնե կունենանք։ Բայց բացի դրանից շատ կարևոր է այն օրակարգը, որով Վենսը գալիս է Հայաստանի Հանրապետություն եւ հետո գնալու է Ադրբեջան։ Իսկ այդ օրակարգը ընդգրկում է օգոստոսի 8-ի, այսօր արդեն կարելի է բաց ասել, որովհետեւ տեղեկությունները արդեն հայտնի են հանրությանը, օգոստոսի 8-ի 6-ամսյակի արդիվ եւ այդ 6-ամսյակի տեսեք փետրվարի 8-ին 9-ին է նա Հայաստան գալու, այդ 6-ամսյակի առիթը օգտագործվում է փաստացի Հայաստանի Հանրապետության Միացյալ Նահանգների միջև նոր փաստաթղթերի ստորագրման համար եւ այդ փաստաթղթերը բերելու են նոր զարգացումներ, սկսած ատոմային էներգետիկայից մինչև կիսահաղորդիչների արտադրության հարցը, որը կարծես թե ավելի մեծ զարգացում է ապրել, որովհետեւ օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնությամբ Հայաստանում ընդհանրապես ինչ-որ պահեստի ձևավորման մասին էր խոսվում, իսկ այսօր արդեն արտադրության մասին է խոսվում, կիսահաղորդչային էլեմենտների հիմքով չիպեր պետք է արտադրվեն ըստ որոշ խոսակցությունների, իհարկե 100% չէ տեղեկությունը։ Այնուամենայնիվ, սրանք շատ կարևոր եւ գերակա ոլորտներ են, որոնք Հայաստանի Հանրապետության անվտանգությունն են մեծացնում։ Ես նշեմ, որ Ադրբեջանից արդեն կան որոշակի դժգոհություններ, թե բաց թե փակ հանդիպումների ժամանակ ադրբեջանցի փորձագետներ, ադրբեջանցի որոշ պաշտոնատար անձինք դժգոհում են, որ տեսեք այս գործընթացի արդյունքում Հայաստանը ստացավ մեծ տնտեսական հզորություններ, Հայաստանը ստացավ անվտանգության նոր հնարավորություններ, իսկ Ադրբեջանը ստանում է ինչ-որ բրոնի այդ ժիլետներ, այո, հագուստներ եւ մոտորանավակներ, որոնք որևէ էական նշանակություն չունեն ըստ իրենց Ադրբեջանի համար եւ այստեղ Հայաստանը շահում է, Ադրբեջանը կորցնում է եւ այլն, եւ սա պետք է հասկանալ, սա պետք է կապիտալացնել, սա պետք է փորձել օգտագործել Հայաստանի Հանրապետությունը այսօր այնպիսի թափ է հավաքել, այնպիսի միջազգային հեղինակություն է ձեռք բերում, ինչը ժամանակի ընթացքում հավասարեցնելու է Հայաստանի եւ Ադրբեջանի հնարավորությունները տարածաշրջանում եւ Ադրբեջանին դա ակնհայտորեն այնքան էլ ձեռնտու չէ եւ Ադրբեջանից դրա համար դժգոհությունները հնչում են, բայց մենք պետք է շարունակենք այս գիծը, մենք պետք է կարողանանք այս ամենը, ինչպես ասացի, կապիտալացնել, մենք պետք է կարողանանք Վենսի այցելությունը օգտագործել ոչ միայն էմոցիոնալ ֆոնի վրա, ոչ միայն իհարկե անպայման, բայց ոչ միայն գերիների հարցի ուղղությամբ առաջընթաց ունենալու համար, այլ հնարավոր բոլոր ուղղություններով ավելի մեծ խորացում ապահովելու համար հայ-ամերիկյան հարաբերությունները։ Տեսեք, ինչպես նշեցինք, լուրեր կան, որոնք օդում կախված են, ինչպես ասում են, կամ հաստատված չեն, այդ լուրերից էր նաև նույն ձեր մյուս գործընկերները, վերլուծաբաններ, քաղաքագետներ նշում են, որ ուծե ընդդիմադիր դաշտից կամ ուղղակի չեզոք կարծիքներ են հայտնում, որ Վենսը գալիս է այստեղ նաև մեծամոլի ատոմակայանը փակելու համար եւ նորը կառուցելու համար։ Այս մասով խելամիտ է արդյոք այս խոսույթը, թե իրականության հետ աղերս չունի։ Նշեմ, որ մեծամոլի ատոմակայանի փակելու հարցը որոշված է վաղուց, դեռևս նախկին Հայաստանի Հանրապետության նախկին իշխանությունների օրոք, եւ մինչեւ 2036 թվականն է ՄԱԳԱՏԵ-ն ատոմային էներգիայի հետ միջազգային գործակալությունը թույլ տվել, որ այն շահագործվի, հաշվի առնելով, որ կառուցվել է 20-րդ դարի կեսերին եւ այն բավական մեծ բարոյական ֆիզիկական մաշվածություն ունի, անվտանգության խնդիրներ կան եւ այլն։ Սկզբում մինչեւ 2026 թվականները, եթե չեմ սխալվում, հետո 10 տարով երկարացրին, այսինքն Վենսը գա թե չգա 2036 թվականին մեծամոլի ատոմակայանը պետք է փակվի։
գուցե, չգիտեմ, Հայաստանի Հանրապետության իշխանությունները բանակցեն եւ հնարավոր լինի էլի մի փոքր երկարացնել, բայց անընդհատ աշխատել մեծամոլի ատոմակայանը չի կարող։ Եվ դա բնական է, որ չի կարող, բնական պատճառներով, որովհետեւ տեխնոլոգիաները փոխվել են, հնարավորությունները փոխվել են, այդ ատոմակայանը իր ամբողջ սարք ու վարկով ամեն ինչով մաշվել է եւ դրա ժամանակն է եկել, որպեսզի փոխարինվի։ Փոխարինում կարելի է կատարել մի քանի տարբերակով։ Փոխարինումից մեկն այն է, որ փակվի եւ ընդհանրապես ոչ մի ատոմային էներգիայի կայան չկառուցվի Հայաստանի Հանրապետությունում, ինչը ակնհայտորեն աղետաբեր կլինի Հայաստանի էներգետիկ համակարգի համար։ Տարբերակներից մեկ ուրիշն այն է, որ կառուցվեն այլընտրանքային աղբյուրներ, բայց մենք այդքան քամու եւ արևի հնարավորություն չունենք, եթե օրինակ Հայաստանի Հանրապետությունը ունենար նախկին արևմտյան Հայաստանի տարածքները, գուցե այստեղ մենք մտածեինք արևի եւ քամու օգտագործման մասին, բայց ներկայում 29743 քառակուսի կիլոմետրը բավարար չէ, որպեսզի կարողանանք նույնիսկ մեր պահանջները բավարարել, այլ ուր մնաց Հայաստանը ցանկանում է դառնալ էլեկտրաէներգիայի արտահանող երկիր։ Եվ երրորդ տարբերակը, որ կառուցենք նոր ատոմակայան։ Այս դրա մասին էին ասում, որ Միացյալ Նահանգների ձեռամբ անմիջական դերասկողությամբ նոր ատոմակայանի կառուցման մի քանի տարբերակ կա։ Իմ տեղեկություններով մենք ունենք 3 առաջարկ Միացյալ Նահանգներից, ինչպես արդեն գիտենք, Ռուսաստանից եւ Հարավային Կորեայից։ Ռուսաստանի տարբերակը ես ի սկզբանե բացառում եմ, որովհետեւ ինչպես ասացի, Ռուսաստանը մեկը լինի իրենց օգնի, հաշվի առնելով թե ֆինանսական խնդիրները, որոնք բոլոր ոլորտներում կան այսօր հաշվի առնելով, թե պատժամիջոցները, հաշվի առնելով Ռուսաստանի տեխնոլոգիական հետամնացությունը եւ այլն, մնում են Հարավային Կորեայի եւ Միացյալ Նահանգների տարբերակները։ Հայաստանի իշխանությունները խոստացել էին հանրությանը որոշում կայացնել մինչեւ 2025 թվականի վերջը։ Ես հուսով եմ, որ այդ որոշումը կայացվել է, թեև դեռևս ոչինչ չեն հայտարարել դրա վերաբերյալ։ Եթե կայացվել է, հուսանք, որ Վենսի այցելության ժամանակ արդեն կհայտարարվի դրա մասին եւ Միացյալ Նահանգների աջակցությամբ այդ ատոմակայանը կամ ատոմակայանները կկառուցենք, որովհետեւ մոդուլային ատոմակայանը այնուամենայնիվ փոքր է եւ այդ փոքր ատոմակայանից կարելի է 2-3 հատ ինչու ոչ կառուցել։ Օրինակ մեկը կարելի է կառուցել Սյունիքում, ինչը լրացուցիչ անվտանգային հնարավորություններ կավելացնի։ Ինչ վերաբերում է Հարավային Կորեայի առաջարկությանը, ապա այստեղ ըստ իմ կողմից վերլուծված տվյալների որոշակի մասնագետների, ովքեր ատոմային էներգետիկայի ոլորտում հրապարակումներ են անում, բավական մեծ ծավալի արտադրության մասին է խոսքը եւ Հայաստանի Հանրապետությունը այս պահին այդ մեծ ծավալի արտադրությունը հյուրընկալելու կամ կառուցելու անհրաժեշտություն չունի։ Կրկին վերջին հարցը եւ ամփոփենք անդրադառնան գերիներին, ինչու որտեվ այս շաբաթվա մեջ տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովում նիստ, որտեղ ձմեռային նստաշրջան էր, որտեղ հենց բանաձև ընդունվեց, հայանպաստ բանաձև, որ Ադրբեջանում պահվող գերիները պետք է շտապ վերադարձվեն։ ԽԽՎ-ն բազմաթիվ նման զեկույցներ, բանաձևեր ընդունել է եւ բազմաթիվ անգամ մերժվել Ադրբեջանի կողմից։ Այս մեկն էլ է այդպես լինելու։ Իհարկե այդպես է լինելու, Ադրբեջանը եւ ոչ միայն Ադրբեջանը, այս պահին ցանկացած պետություն աշխարհում օգտվում է միջազգային իրավունքի որոշակի ատրոֆիայից, ինչը նշանակում է, որ ունենք անհավասարակշիռ իրավիճակ աշխարհում, ինչը բերել է նրան, որ նման որոշումները կարելի է ուղղակի անտեսել։ Եվ Ադրբեջանը օգտվում է դրանից, օգտվելու է սրանից հետո էլ Հայաստանի Հանրապետությանը անհրաժեշտ է օգտագործել ուժային մեխանիզմներ, ուժային մեխանիզմ ասելով ես նկատի չունեմ բանակը։ Նկատի ունեմ օրինակ մեր գործընկերներից որևէ մեկի միջոցով ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ, փորձել բանակցային գործընթացներում օգտագործել այս հարցը որպես խնդիր, որը պետք է լուծել, որից հետո Հայաստանը համաձայն կլինի Ադրբեջանի առաջարկած ինչ-ինչ պայմանների, ընդհանրենք թրեպի գործարկմանը եւ այլն։ Օրինակ մեկ լավ օրինակ կա թրեպի պայմանագրում այն հայտարարությունում, որը հրապարակվել է ավելի ճիշտ Հայաստանի Միացյալ Նահանգների միջև, դա front office, back office, այդ ճակատային գրասենյակ, հելակետային գրասենյակ տարբերակն է եւ այս դեպքում Հայաստանը կարող է ասել, որ համաձայն է դրան, եթե գերիները վերադառնան, տեսեք, սա տարբերակ է։ Այսինքն գործիք է, որ կարող են կիրառել։ Այո, գործիք է, որը կարելի է կիրառել։ Սրանք են գործիքները, որոնք անհրաժեշտ է կիրառել եւ փորձել գերիների վերադարձը ապահովել։ Շնորհակալ եմ հանգամանալից ներկայացնելու համար։
Շարունակում ենք թողարկումը գլխավոր դատախազությունը 2023 թվականին տեղեկացրել էր, որ 2012-16 թվականներին մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած Հասմիկ Պողոսյանն օժանդակել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասից առանձնացված 300 քառակուսի մետր մակերեսով տարածքը հանցավոր խմբի կողմից խարտահողությամբ հափշտակելուն։ Պողոսյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում, նա մեղավոր է ճանաչվել պաշտոնեական դիրքը չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության օժանդակելու համար եւ դատապարտվել 4 տարի 6 ամիս ազատազրկման։ Դատական ակտը այսօր մտել է օրինական ուժի մեջ, հակակոռուպցիոն քրեական դատարանի վճռով էլ վերոնշյալ մեղադրյալ Հասմիկ Պողոսյանն ազատվել է պատժից, կիրառվել է 2018 թվականի նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած համաներումը։ Արմավիրի մարզի դատարանը վեհափարի եղբոր Գևորգ Ներսիսյանի կալանքը եւս 2 ամսով երկարաձգել է, այս մասին հայտնել է փաստաբան Արա Զորաբյանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը Գևորգ Ներսիսյանը եւ նրա որդին Համբարձում Ներսիսյանը նոյեմբերի 2-ին ձերբակալվել են։ Նրանց մեղադրում են խուլիգանության եւ քարոզչությունը խոչընդոտելու համար։ Անցնող շաբաթվա քրեական քրոնիկոն։ Գորիսում Թոսկապ կոչվող հատվածում գերեզմանների մոտ կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցել վիճաբանություն, ինչի ընթացքում 45-ամյա Վարուժան Յոլյանի ձեռքի նռնակը պայթել է։ Վարուժան Յոլյանն ու 38-ամյա Արմեն Յոլյանը մահացել են, իսկ վիճաբանությանը ներկա Գորիսի 30-ամյա բնակիչը ստացել է վնասվածքներ ու տեղափոխվել բժշկական կենտրոն։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն սպանվածներից մեկը Գորիսի քաղաքապետ Արուշ Արուշանյանի վարորդն է, մյուսը նրա ազգականը։ Դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականցման հայցերով գումար է պահանջում Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանից, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանից, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից, Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Լյովա Սարգսյանից եւ նրա ընտանիքի անդամներից։ Հիշեցնենք, որ ըստ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականցման 155 հայցապահանջ է ներկայում քննվում դատարան 155 հայցապահանջների ընդհանուր հայցագինը 595 միլիարդ 817 միլիոն դրամ է, 1 միլիարդ 572 միլիոն դոլար։ Այս հայցերով դատախազությունը պահանջում է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել 324 շարժական, 1463 անշարժ գույքեր, 440 իրավաբանական անձանցում մասնակցություն։ Հայցերով դրամական պահանջը կազմում է 518 միլիարդ 428 միլիոն դրամ։ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունից տեղեկացնում են, որ միայն 2025 թվականին դատախազական ներգործությամբ պետությանն ու համայնքներին է վերադարձվել ավելի քան 66 միլիարդ դրամի 60-ից ավելի գույք եւ դրամական միջոց։ Վերադարձված գույքերից որոշները վարձակալության կամ անհատույց օգտագործման են տրվել եւ պետբյուջեին եկամուտներ են ապահովում։ Միայն Ակոսի շենքի ամսական վարձակալության գումարը 16 միլիոն 200 հազար դրամ է։ Դատարանը 1 ամսով երկարացրել է Տեր Գարեկին Քահանա Արսենյանի տնային կալանքը, դատախազը պահանջել էր երկարացնել 3 ամսով։ Դատարանը սակայն թույլատրել է Քահանային մասնակցել պատարագների, բացառելով շփումն այլ անձանց հետ։ Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնականցվի $786,000 համարժեք դրամ։ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հունվարի 23-ի վճռով բավարարվել է։ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի եւ ֆիզիկական անձի միջև 2005 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված Երևան քաղաքի Մալայցիա Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակով պողոտայում գտնվող 1.4514 հեկտար մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր կճանաչվի։ Քննչական կոմիտեում մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի նկատմամբ վարույթ կա նախաձեռնված։ Նախաքննությամբ պարզվել է, որ կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ նա ճանաչվել է ոչ պիտանի խաղաղ ժամանակ զինվորական ծառայության համար։ Կարապետյանի հնարավոր առողջական խնդիրների հետ կապված մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով քրեական վարույթով նշանակվել է հանձնաժողովի դատաբժշկական փորձաքննություն, որի շրջանակում վերջինս ներկայացել է փորձագետներին, սակայն հրաժարվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար նախկինում պատճառ դարձած առողջական խնդրի կապակցությամբ հետազոտություններ անցնելուց։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի վարժական հրապարակում անցկացվել են համատեղ ցուցադրական վարժանքներ, որոնց ընթացքում հայ եւ ռուս փրկարարները գործնականում խաղարկել են արտակարգ իրավիճակների տարբեր սցենարներ։ Նպատակներ կանխարգելել արտակարգ իրավիճակները եւ նվազեցնել դրանց հետևանքները։ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենը եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության արտակարգ իրավիճակների եւ բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալը բարձր են գնահատել փրկարար ջոկատների պատրաստվածությունը եւ մասնագիտական կարողությունները, ընդգծել գործակցությունը շարունակելու եւ ընդլայնելու պատրաստակամությունը։
Հրդեհ, ծուխ, տարհանում։ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում ստեղծված վարժական հրապարակում հայ եւ ռուս փրկարարները համատեղ ուժերով նախապես մշակված սցենարով հերթով խաղարկում են տարբեր արտակարգ իրավիճակային սցենարներ։ Հրդեհաշիջման աշխատանքներ շինություններում, ծխահարված քաղաքացիների տարհանում շենքերից, լիցքավորման կայաններից տուժած մարդկանց դուրսբերում եւ այլն։ Փրկարարները փորձարկում են նոր արդիական գործիքներ, գիտելիքներն օգտագործում գործնականում։ Հայ եւ ռուս փրկարարների ցուցադրական վարժանքներին հրշեջ փրկարարական սարքավորումների եւ տեխնիկական հագեցվածությանը արտակարգ իրավիճակում արագ արձագանքման կարողություններին տեղում հետևում են ներքին գործերի նախարարի տեղակալ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության արտակարգ իրավիճակների եւ բնականաղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոն։ Նրանք շրջում են կենտրոնի տարածքում ինժեներասակրավորային եւ վթարափրկարարական պատրաստության սարաններում ծանոթանում կրթական հնարավորություններին։ Ցանկացած հնարավորություններ անընդհատ կատարելագործման կարիք ունեն եւ ներկա հնարավորությունները թույլ են տալիս բազմաթիվ մարտահրավերներ իրականացնել եւ արդյունավետ կերպով, սակայն ինչպես նշեցի, ցանկացած հագեցվածություն անընդհատ անհրաժեշտություն կա բարելավելու։ Եվ գործընկերոջ հետ մենք երեք քննարկել ենք տարբեր հարցեր եւ տեխնիկական հագեցվածության եւ կրթական մեր ծառայողների համատեղ կրթական որակը ավելի բարձրացնելու նպատակով։ Հրդեհ, պայթյուն, քարաթափում, արգելափակված եւ տուժած քաղաքացիներ։ Փրկարար ջոկատներն օպերատիվ արձագանքում են յուրաքանչյուր սցենարի, օգնություն ցուցաբերում տուժածներին, մարում հրդեհը, հատուկ տեխնիկայի միջոցով հեռացնում արգելապատնեշները։ Առաջադրանքները կատարվում են ամբողջությամբ, խնդիրները լուծվում հաջողությամբ։ Ցուցադրական վարժանքները նպատակ ունեն բարձրացնելու փրկարարական ստորաբաժանումների պատրաստվածության մակարդակը, նաեւ ամրապնդելու հայ-ռուսական գործակցություն արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ դրանց հետևանքների նվազեցման ոլորտում։ Կարծում եմ այս պոլիգոնը իսկապես յուրահատուկ է եւ տալիս է գործնական գիտելիքներ հրդեհաշիջման աշխատանքներում։ Այստեղ մենք ծանոթացել ենք հումանիտար օգնության պահեստարաններին, որոնք կարող են կիրառվել արտակարգ իրավիճակներում մարդկանց օգնություն ցույց տալու համար։ Որքան էլ պարզունակ հնչի, ամենակարևոր արտակարգ իրավիճակների հետ կապված հնարավոր ռիսկերը կանխելն է, քան հետագայում դրանց արձագանքելը։ Ուստի պատրաստվում ենք մշակել ռիսկային իրավիճակների մոդելավորում, ըստ այդմ իրականացնելու ենք մոնիթորինգ, աշխատելու ենք ԱԹՍ սարքերի հետ եւ այլն։ Փրկարարների համատեղ զորավարժությունում ցուցադրվեցին նաև արտակարգ իրավիճակներում օգտագործվող վերջերս ձեռք բերված նոր փոխադրամիջոցներն ու տեխնիկան, որոնք հնարավորություն կտան էականորեն օպերատիվ ու արդյունավետ դարձնելու փրկարարների աշխատանքները։ Այս ամենի հետ մեկտեղ փրկարարների պահեստում դեռ բացակայում են բարձրահարկ շինությունների համար նախատեսված շարժական սանդուղքներ եւ բազում այլ կարևոր սարքավորումներ, բայց այնուամենայնիվ փրկարար ծառայությունից հայտնում են, որ շուտով այն կհամալրվի անհրաժեշտ տարբեր շարժակազմերով։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Այսքանը ցտեսություն։